Խաղաղության պայմանագրի անունով պատուհասն կապիտուլյացիոն թուղթը մեր գլխին Նիկոլ Փաշինյանին եւ նախկինների խաղաղության ու գլխավորությամբ համատենք Չարի վերջը հեքիաթը Հովհաննես Թումանյանի, որովհետեւ դա ուղղակի նմանատիպ իրողություններ է։ Ցանկացած հեքիաթ լեգենդ աստվածաշնչային պատում կարող ուղղակի հասկանալ եւ փոխաբերական, որը ամեն ինչով մեզ խորհուրդ է տալի, ուղղություն է տալի, ինստրուկցիա է կյանքին տալի եւ տարբեր ժամանակ, տարբեր ազգերից, տարբեր ազգերը վերցնելով, զարգացնելով միշտ կյանքին համահունչ են եւ ռեալությունները երբեք չեն կորցնում։ Եվ այսպես, Չարի վերջը հեքիաթը հիշեցնեմ ու քննարկենք, ինչա հեքիաթը ասում, որ ծառի վրա փչակում կկուն բնի վրա նստած է, աղվեսը գալի ահաբեկում, երեք ձագերից երկուսին տանում է, ագռավը գալի հուշում է, որ աղվեսը չի կարող ահաբեկի, աղվեսը իմանալով սուտ մեռուկի է տալի, ագռավին բռնում է, ագռավը տանում է շամբերան է տալի, աղվեսին խեղդում է։ Հիմա ինչու՞մն է դրա ուսուցողականը Հովհաննես Թումանյանի հանճարեղ այդ հեքիաթում ժողովրդական, որ կկուն բուն չի դնում, ձագ չի ունենում, կկուն իր ձուն դնում է որևէ թռչունի բնի մեջ եւ այդ ձագելնելով քիչ-քիչ այդ ճտերին ռադանում վերացնում է եւ այդ թռչունը սկսում է որպես իր ձագին այդ միակ կկվին կերակրում, այդ թողնում գնում, այսինքն պարազիտ է։ Կկուն խորհրդանշում է մեր նախկին ներկա ղեկավարները, այդ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, որոնք Կրեմլի օկուպացիոն ռեժիմի գործիքակազմ են, ովքեր տիրացել են մեր բնին։ Բունը երեք ձագերով հավանաբար խորհրդանշում է մեր հիմնարար բարեկեցության ապահովության զարգացման խորհրդանիշերը։ Ծառը դե սոկրալ իմաստ ունի, ծառի բունը ներկան է, արմատները անցյալն է, ճյուղերը ապագան է, դա մեր ազգային եւ պատմությունն է եւ զորությունն է, որ հիմք դնելով անցյալի մեր ազգային արժեքների վրա կարող զարգանանք ու աճենք, ապագային հասնենք։ Աղվեսն էլ դա մեր ազգի գերագույն թշնամի Պուտինի, Կրեմլի, Պուտինի ծառա Ալիևի, Պուտինի խառնուրդն է, որը գալի մեզ ահաբեկում է վախով եւ խաղաղության դիմաց մեր բարեկեցության զարգացման գրավական ճուտը, որ պիտի աճի մեզ կյանք մտնի, այսինքն հասցնի մեր նպատակին տանում է, բայց ագռավը գալի խորհուրդ է տալի երկրորդ ճուտը տանելուց հետո, որ մնում է ընդամենը մի ճուտ, ագռավը էլ սոկրալ խորհրդանիշ ունի, դա ներկա անցյալ Աստծո մարդկանց միջև միջնորդի դեր ունի, կտականը մի քիչ ուրիշ ձև է ներկայացնում, բայց միշտ էլ ագռավը տենց սոկրալ բան ունի եւ խորհուրդ է տալի կկուն պայքարում է, կկուն, որը բուն չի դնում, ձագ չի հանում, դա պարազիտ է կկուն։ Եվ ագռավը աղվեսը սուտ մեռուկի է դնում, այդ այսինքն խորհուրդ տվող բամբերի միջնորդի մարդու Աստծո տեղ բնության տարիքներին ամեն ինչի գալի բռնման, բայց ագռավը տալու է շամփուրն է տալի, շամբերանին է տալի աղվեսը, շունն է նույնպես սոկրալ խորհրդանիշը, տան պահապանն է, տան ապահովությունն է, տան զարգացումն է, այսինքն դա մեզ ինստրուկցիա է տալի, որ մենք չահաբեկվենք, չվախենանք, կկվից ազատվենք, որտեղ եթե մնա կկվի վրա, կկուն մեր զարգացման, հզորացման, բարեկեցության, ապահովության այդ ճտերը, որոնք ապագայում աճելու են մեզ բարիք ու հզորություն են բերելու, տալիս է աղվեսին, Պուտինի ու Ալիևի համակերպարին, համահունչ կերպարին եւ մենք մեր վրա հույսը պիտի դնենք ու պայքարենք առանց կկվի։ Ծառը նույնպես խորհրդանշում է հզորություն, հաստաբուն, այդտեղ ազգային արժեք, մարդկային արժեքներ, ծառը սոկրալ նույնպես արժեք ունի, անցյալ, ներկա, ապագա, հզորություն, զարգացում, բարեկեցություն, աճ, ամեն առումով կապն է բնության հետ, արարչության հետ, ներկա, անցյալ, ապագան է, մի խոսքով շատ հզոր զարգացում բերող խորհրդանշական խորհուրդ տվող գործընթաց է։ Այսքան երկար բարակ խոսելուց հետո պետք է հաշվի առնենք, որ կկուն մեր հարցերը չի լուծի, քանի մենք բոլոր մեր գրավականները, կոզրերը, մեր ապագա հույսը, ճուտը մեր ապագան է, էլի խորհրդանշում չենք վարի տվել, նախաձեռնությունը մեր վրա պիտի ասնենք ու չահաբեկվենք, չվախենանք, այնտեղ աղվեսի սուտ
ահաբեկություններից, որտեղ աղվեսը կացին չունի, կացինը չի կարող օգտագործի կացինը դա գործիք է։ Եվ պայքարենք ու հաղթենք։